Հիմա խոսք է գնում հանքարդյունաբերության մասին, այսինքն շատ հիմա խոսվում է նրա մասին, որ Սյունիքում պետք է զարգ տալ հանքարդյունաբերությանը, ավելին խոսվում է նրա մասին, որ հիմա բաներ կան, որ դեռ հետախուզված չեն եւ այնտեղ պետք է մտնել, տեսնել էլ ինչեր կան, ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ հիմա ամենակարևոր խնդիրը դա այսպես կոչված հազվագյուտ մետաղներն են, դա լիթիումն է, դա ինչու՞ չէ նաև ուրանը եւ այլն, հիմա այս նոր տեխնոլոգիաների համար այո, շատ հնարավոր է, որ Սյունիքում կան լուրջ հանքեր։ Դե նույնիսկ նշվում էր, որ ռեակտորների համար չինացիները օրինակ թորիում են օգտագործել, որը կա Սյունիքում։ Հա, հիմա եկեք հասկանանք, մենք ուզում ենք Հայաստանը աղբանոց դարձնենք, մենք ուզում ենք Սյունիքը դարձնենք մի հատ քաղցկեղածին մի հատ բան, շրջան, որում, ասենք, գալու են տարբեր կամպանիաներ եւ մեծ փողեր են սարքելու, իսկ մեր առողջության հաշվին Հայաստանը այդքան մեծ երկիր չի։ Չիլիում կարան տենց բան անեն։ Այլ երկրներ կան, որտեղ այնքան մեծ տարածքներ կան, որ ասենք կարող են նման բաներ անել, բայց Հայաստանում բայց աշխարհում տեսնում եք Թրամփը ինչու է ինչ որ տեղեր գնում, որտեղ միտեղ սպառվում է ռեսուրսը, մեր բնական ռեսուրսները սպառվում են, նոր երկրներ են փնտրում։ Մենք դառնում ենք միներալ կցաբազա ուրիշների համար։ Ուկրաինան չդարձավ, Թրամփը ստացավ Ուկրաինայից ինչ ուզում էր, բնական ռեսուրսների Ուկրաինայի բանը։ Հասկանանք, որ այստեղ շատ կարևոր է հետապնդել սեփական շահը։ Այսինքն մենք արևմուտքի հետ համագործակցության մեզ համար ձեռնտու բաներ, հարթություններ պետք է գտնենք եւ դրանք կան։ Ուղղակի այս մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, ի վիճակի չեն այդ քաղաքականությունը իրականացնել։